Դատարանը ըստ էության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարեց, տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 1 ամսով։ Մի քանի շեշտադրում կատարեմ, հարգելի գործընկերներ, այս դատական ակտով քննչականի ներկայացրած միջնորդությամբ դատախազության կողմից նշված միջնորդությունը հետ չվերցնելու հետևանքով մենք այլևս ունենք իրավիճակ, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահի կողմից ամենապատասխանատու փուլին ընտրական գործընթացի, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից մենք այլևս ունենք լուրջ խնդիր։ Սա քաղաքական գործընթացի հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է։ Եթե չասեմ, ընդհանրապես խաթարման ռիսկ, որտեղ պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը Քարոզ Արշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորման ակտիվ մասնակցում է, լինի դա պրայմերիզի կամ այլ ձևաչափերով, բայց մյուս կողմից ունենք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին, ով որ 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը, թե տնային կալանքը, դրանք երկուսն է կալանք են։ Իդեպ ասեմ ավելին, նաև կարծում եմ հետաքրքիր կլինի նույն, արդյոք կարող է ուղիղ եթեր մտնել Facebook սոցիալական ցանցով, թե ոչ, նիստի ընթացքում քննիչի կողմից որևէ նման դրական պատասխան չտրվեց։ Պրոբացիայի ծառայության կողմից ինքը ստացել եմ պատասխան, որտեղ ոչ մի նման բան գրված չէ։ Իդեպ դրա վերաբերյալ նաև հրապարակումը կատարել եմ, բայց ուզում եմ հատկապես շեշտադրեմ այն, որ դատական նիստի ընթացքում դրա վերաբերյալ քննիչի, ով որ հանդես է գալիս որպես վարույթ իրականացնող մարմին, նման գնահատական չի ներկայացվել, այդ իմաստով հետևությունները թողնում եմ ձեզ։ Բայց մի բան էլ ասեմ, դատական նիստի ընթացքում նշված հարցը մանրակրկիտ քննարկվեց, քանի որ դատական ակտը դեռևս պատրաստ չէ, դատական ակտը լինելուն պես դրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայման կտրամադրենք, իհարկե այս դատական ակտը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան, այն որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների աստիճանը բնականաբար աննախադեպ բարձր է, կարծում եմ դա ևս ակնհայտ է բոլորի համար, բայց այն որ քաղաքական հետապնդումը կարող է վերաճել եւ տրանսֆորմացվել այլևս այն աստիճանի, որ ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն հանդիսանա, սա իսկապես կարծես նորություն է։ Վարդևանյան, նախ ձեզ համար սպասել էր թե ոչ, որովհետեւ սպասումները այս անգամ որ դատարանը այլ որոշում կայացնի մի փոքր ավելի մեծ էին, շանսերը կարծես թե դուք այդպես եք գնահատում, եւ երկրորդը դուք ասում եք, որ ուղիղ միջամտությունը քաղաքական գործընթացն եւ թույլ չեն տալու։ Ամեն դեպքում մինչեւ հունիս ընտրությունները քանի 3-4 ամիս կա, այսինքն 1 ամիս հետո նորից պրոցեսով անցնելու է։ Եթե դուք ուսումնասիրեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ժամանակացույցը, 2026 թվականի ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն կուսակցությունների կամ դաշինքների նախընտրական ցուցակները։ Հետևաբար, եթե դուք փորձում եք պրոյեկցիա անել դեպի մայիս-հունիս ամիսներին, որոնք առավելապես վերաբերելու են Քարոզ Արշավին, կարծում եմ դուք պետք է հաշվի առնեք, որ հենց ամենակարևոր հատվածը ցանկացած ընտրական գործընթացի դա ցուցակների ներկայացումն է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որին արդեն միջամտությունը արձանագրենք։ Ինչ վերաբերում է, իդեպ այդ միջամտությունն էլ ակնհայտ ոչ իրավաչափ եւ ապօրինի է։ Ժողովրդավարության հասարակությանը ոչ բնորոշ։ Ներողություն, մի բան ըստեղ ուղղակի հարցնեմ, ճշտեմ։ Ամեն դեպքում Սամվել Կարապետյանը գտնվելով տնային կալանքի պայմանում չի կարող մասնակցել բանավոր այդ ցուցակների կազմմանը եւ ինքը կարող է լինել ցուցակում տեխնացու, թե չի կարող։ Մենք հայտնել ենք, որ ցուցակը գլխավորելու է Նարեկը Կարապետյան, վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Ինչ վերաբերում է նույն ցուցակը կազմելու եւ դրա վերաբերյալ քննարկումներ ունենալուն, դա եւս այն հարցերից մեկն էր, որ դատական նիստի ընթացքում քննարկվել էր, որ պայմանականորեն սահմանափակումները, որոնք կան կիրառված, որ օրինակ Սամվել Կարապետյանը 9 ամիս է չի կարողանում իր եղբոր որդու հետ հաղորդակցել։ Օրինակ այդ սահմանափակումը մինչ օրս կա եւ դատարանը գտավ, որ այն պետք է պահպանվի։ Ում հետ է կարողանում հաղորդակցվել։ Իր մերձավոր ազգականների եւ պաշտպանների։ Իսկ եղբոր հետ, այսինքն Կարեն Կարապետյանը կարող է։ Մերձավոր ազգականների մեջ են եղբայրը, քույրերը, ընտանիքի հենց անմիջական անդամներ,
Նույնիսկ ԱԱԾ մեկուսանում գտնվելու ընթացքում Նարեկ Կարապետյանը հնարավորություն չի ունեցել երբևէ ունեցել, որտեղ այդ սահմանափակումը 9 ամիս մոտիկից շփում չի եղել նրանց ոչ։ միջև։ Եվ սա է այն իրականությունը, որը ունենք։ Այստեղ նաև շատ կարևոր է, որ դատարանին բացահայտվել էր, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահան հանդիսանում է Սամվելը Կարապետյան, ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար մարմնի խորհրդի անդամ է հանդիսանում Նարեկ Կարապետյանը, եւ այդ իմաստով իրենց հաղորդակցումը ոչ միայն մարդկային տեսանկյունից նայենք մերձավոր ազգականների փաստացի, ոչ թե նեղ իրավական իմաստով մերձավոր ազգականների, այլ նաև կուսակցության գործունեության տեսանկյունից խնդիրեր առաջացնելու։ Բայց չնայած այդ ամենին, չնայած այդ փաստարկներին, դատարանի որոշումը այսպիսինն է։ Այլ կերպ ասած, իրավունքի հետ առնչություն չունեցող, բայց դուք հարցրել եք արդյոք պայմանական սպասելի էր, թե օպտիմիզմով էի լցված, թե ոչ։ Անկեղծ եմ ասում, 2025 թվականի հունիսի 19-ից ներգրավվելով որպես Սամվել Կարապետյանի պաշտպան բոլոր դատական նիստերին, ընդհուպ մինչև, իհարկե դա մի քիչ դժվար էր ինձ, Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի ունեցող նիստի պայմաններում էլ միշտ որոշակի հույս իրավունքի գերակայության վերաբերյալ պահպանում ես։ Ի վերջո իրավական գործընթացը հենց նաև դրանում է։ Ունեի արդյոք նման ակնկալիք, որ դատարանի որոշումը պետք է լիներ այսպիսին, այնպիսին, ինչպիսին եղավ։ Ոչ, չունեի։ Բայց ինչևէ, ես մի բանում եմ վստահ, որ իրավունքը գերակայելու է, արդարությունը հաղթելու է, Սամվել Կարապետյանն էլ լինելու է ազատության մեջ։ Իսկ այսպիսի որոշումները անցողիկ են մեղմ ասած։